Գալիս ասում եմ մենք գումար ենք տրամադրում Հայաստանին, որպեսզի նա պայքարի Ռուսաստանից եկող հիբրիդային հարվածներից։ Այսինքն շատ պարզ է, որ Կայա Կալասին ստեղից ուղարկված փաստաթղթում մատնանշվել է Ռուսաստանից եկող վտանգները։ Բայց ինչի՞ չի ասում Ռուսաստան։ Հա, հիմա շատ Ինչու՞ չի ասում Ռուսաստան։ Դե դու խթերիկումը ասեիր։ Գնացել էիր Պուտինի մոտ, ասեիր Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինչի եք պայքարում մեր դեմ, ինչի եք ուզում հասնել մեր երկրում։ Դուք շատ հետաքրքիր հարց եք տալի։ Նա ասում է ամեն ինչ ասված է, ոչ մի բան էլ ասված չի, որտեվ եթե նույնիսկ ընդունենք, որ ազգային անվտանգության ծառայությունը գնացել է նման հակապետական քայլի, եւ շուտ փաստաթուղթ արապարակել, ինչին ես համառորեն չեմ ուզում հավատալ։ Հեսա կխոսենք այդ մասին։ Կամ եթե նույնիսկ ընդունենք, որ այդ փաստաթուղթը իրական է, մի բան ընդունենք, որ այդ փաստաթուղթը այդ KGB-ի գործակալ լինելու մասին։ Խոսում ենք մի երկրի եւ մի հատուկ ծառայության մասին, որ այլևս գոյություն չունեն։ ԽՍՀՄ-ի եւ նրա ՊԱԿ-ի, ճիշտ է։ Այո։ Հիմա, այսինքն չեն կարող սպառնալիք ներկայացնել Հայաստանի համար, ուղղակի են պատճառով, որ ժամանակի եւ տարածության մեջ այլևս իրենք գոյություն չունեն։ Հետևաբար, ենթատեքստում ոնց որ նույնն է, ասենք հռոմեական կայսրության կողմից կա սպառնալիք կա մեր դեմ, հա։ Բայց ակնհայտորեն այդ կառույցները չկան։ Հետևաբար եկեղեցին գործող չի կարող ինչ-որ մեկի հենակետը լինել ընդդեմ Հայաստանի Հանրապետության